Մարդու մասին պատմում են նրա անցած տարիները, նրա ուղին, որով քայլել եւ իր ոտնահետքն է թողել, եւ հետագիծը, որտեղ չգրված, բայց խոր ու բովանդակալից պատմություն կա։ Մեր պատմության էջերը մեզ տանում հասցնում են դեպի 60-ական թվականներ, դեպի Սյունյաց բնորանի Գորիսը, դեպի Ադունցների օջախ։ Չնայած 1966 թվականի ցրտաշունչ ձմռանը ջերմ էր Ադունցների օջախը։ Նրանց երթիկից բարձրացող շենծուխն այդ օրը ավելի վեր էր բարձրանում, տարածվում, փռվում Զանգեզուր լեռնաշխարհի փեշերին ու ամրապնդելով իր տեղը վստահեցնում, որ դեռ շատ դարեր է բնակվելու Գորիսում։ Վանիկ Ադունցը լսելով որդու ծննդյան լուրը թողել էր բոլոր գործերն ու վերադարձել Գորիս։ 3 դստրերից հետո ծնվել էր նրա անդրանիկ որդին, Վաչագանը, որը իր հետ ավելացրել էր Ադունցների օջախի ջերմությունն ու քառապատկել ուրախություն։ Ոնց կարելի է մոռանալ։ Իհարկե հիմա հուզվում եմ, մեր ուրախությանը չափ սահման չկար, որ 3 աղջկանից հետո ունեցել եք մի տղա, այն ժամանակ խոչ չկար, չէինք իմանում ինչ կլինի, դե հանկարծակի իմացաք որ տղա է։ Վաչագանի բնավորության գծերը դեռ մանկուց խոսում էին, ընդգծված կոկիտությունը, մեծերի ու փոքրերի հանդեպ դրսևորվող վարվեցողությունը չէին վրիպել մանկապարտեզի աշխատակիցների աչքերից, ավելին, դեռ այն ժամանակ նրանք համոզված էին, Վաչագան Ադունցը Գորիսի վաղվա օրվա կերտողներից է լինելու։ Բոլոր սանիկները լավն են, ինքն էլ ամենալավն էր սանիկների մեջ, շատ խելացի, շատ դատող, անչափ ընկերասեր, բոլորի հավաքում էր, խմբեր էր կազմում, որ մեկին զիջում էր իր խաղալիքը, իր գիտելիքը կիսում էր մեկի հետ, արտասանում, չգիտեմ, ամեն ինչով առաջադեմ երեխային, շատ մաքրասեր, ամեն ինչ տեղին, ինչ խաղալիք կվերցներ, կխաղար, կդներ տեղը, դիտողություն կաներ ընկերների, որ ինչի ես գցել, տիրելի տեղը, անկողին ինքը հավաքեր, ինքը դներ, չգիտեմ, մի բացական կողմ չէի նկատում ես այդ երեխայից։ Գիտելիքներով նա փայլում է նաև դպրոցում։ Բոլոր առարկաներից գերազանց առաջադիմության Վաչագանն աննկատ չի մնում այնքանով, որ 3 տասնամյակ անց էլ նրա սովորելու տարիները երեկվա պես հիշում են ուսուցիչները։ Էլի կային լավ աշակերտներ, բայց ինքը հասարակական աշխատանքներով, գիտելիքներով տարբերվում էր։ 17 դասարանը ավարտել է գերազանց թվանշաններով։ 1973 թվականին ընդունվել է Գորիսի համար 4 միջնակարգ դպրոցը, 1973 թվականին ավարտել դպրոցը գերազանց միավորներով, գերազանց թվանշաններով, կոլեկտիվի կողմից բոլորը հարգում էին, մեծ ակնածանք ունեին փոխադարձ, բոլորի կողմից ինքը սիրված էր։ 6 տարի դասավանդել։ Այդ ընթացքում գիտես իր մոտ ինչներ։ Ուրեմն ասենք տնային հանրարարությունները, որ հանրարարում էին մաթեմատիկայից, կամ ասենք ստուգական գրավորներ էին գնում, ես իր մոտ ինչ նկատեցի, մաքրություն, ակուրատնի էր շատ, հանրարարված գործի նկատում։ Իր գրած գրավորները այնքան մաքուր ակուրատնի էին, որ կարելի էր ցուցահանդեսում կախած, որպես աշակերտի գրավոր։ Հենց այդքանը տեսնելով հանդերձ այդ սանիկի մոտ, ես արդեն պատկերացնում էի, որ դա ապագայում ինչ մարդ կլինի, ինչ դատողություն ունի, ինչերի կհասնի, կասկած չունեի։ Ես ինքս ասել եմ, արտահայտվել եմ իմ ընկերուհիների հետ, ասեմ այդ երեխան կտեսնեք ինչ է դառնալու, ինքը զարգացող, ինքնավստահ դատողությունների տեր երեխա է։ Բոլոր առարկաներից է լավ ասում, չկա այնպիսի առարկա, որ ասեմ լավ չի սովորել։ Դրանից հետո, ասենք, օլիմպիադաների մասնակցել է, մաթեմատիկայի օլիմպիադային, միասին աշխատել ենք, մի ժամանակ հիշում ենք, ուրեմն ֆիզիկո-մաթեմատիկական փիլոթիկ դպրոցին կից հեռակադպրոց կար, մաթեմատիկայի, համալսարանի ներողություն, համալսարանի կից հեռակադպրոց։ Միասին աշխատեցինք, ինքը ընդունվեց այդ հեռակադպրոցը մաթեմատիկայի, եւ այդտեղ է դարձյալ գերազանց առաջադիմությամբ այդ հեռակադպրոցն ավարտեցին։ 10 տարեկանում վերջակետվում է Վաչագանի մանկությունը։
Հոր կորուստը ստիպում է իր ուսերին վերցնել ադունցների օջախի հոգսը։ Որպես ընտանիքի միակ տղամարդ, հասուն մարդու պես նա աննկատ վերցնում է ամբողջ ծանրությունն ու պատասխանատվությունը եւ հետամուտ լինում դրանց իրականացմանը։ Դժբախտաբար հայրը շուտ մահացավ, իր ձերը լրիվ կեսատ մնաց, դե փառք Աստծո, կարած ինքը իր խելքով, իր ուժով, իր գիտակցությամբ եւ ավարտեց եւ ինձ հենար անկանգնեց 15 տարեկանից ինքը արդեն որպես տղամարդ տան հոգսերը վերցրել էր իր վրա։ Իրոք ճիշտն եմ ասում, արի պիտի հավատաս 15 տարեկանից ես չեմ զգացել որ ինտան տղամարդ չկա։ Ինքը տան տղամարդը գործերը բոլորը արել է ինքը։ Եվ միջև առեսօր իմ տղայի հոգսը շատ է եղել, այդ հոգսից ինքը մեծ պատվով, մեծ հարգանքով դուրս է եկել, կարողանում է միջև վերջ այդ պատիվը տան։ Թե բարեկամության մեջ, թե հարազատության մեջ բոլոր հարազատները իր արևով յորթվում են, որ ինքը ինչքան նվիրված է, ինչքան խելոք։ Որ խնամքից իր հայրական դուրանքը ձգվելով ինքը հիմա ավելի տեսանելի է իրան էլի ամեն ինչ։ Փոխհարաբերությունների հարցերում ինքը ավելի է փորձված։ Սա տարիքը արդեն ստեղ երկրորդական փորձը արդեն ըստ անհրաժեշտության ինքը ձգվել։ Եվ գալիս է նպատակների իրականացման տարիները։ Ընտրելով գյուղատնտեսական ինստիտուտի ավտոմոբիլներ եւ ավտոմոբիլային տնտեսություն բաժինը, Ադունցը բոլորին վստահեցնում է, որ իր համար չկան դժվարություններ, կա ձգտում, կա նպատակ եւ նրան հասնելու վճռականություն։ Դա մի հրաշք էր այդ ընդունության պահը, բոլորը զարմացած էին, որ այդպիսի միավորներ են ձեռք բերել, ոնց որ օլիմպիական ջահի նման մի բան բռնկվի, ոչ թե իրեն համար, իրեն ընտանիքի համար, այլ նաև կոլեկտիվի համար։ Կոլեկտիվ ավարտելուց հետո ինքը արդեն ուրեմն գյուղինստիտուտի ավտոցիկլ բաժին կար այն ժամանակ ամենադժվար ֆակուլտետներից մեկն է, որ ասենք մարդիկ կարողատեմ ընդունվեին, ու ինքը ընդունվեց այդ բուհը գերազանց գնահատակով։ Գյուղինստիտուտի զբոսայգի կա առաջը, ծնողները, աբիտուրիենտները նստած սպասում են իրենց միավորներին, ով կընդունվի, ով չընդունվի, նրանք մատնացույց էին անում, հա, այն տղան, տեսնում եք այն տղան, գորիսեցի է, այդ գորիսեցին է, որ լրիվ 5 է ստացել։ Մատնացույց էին անում նույնիսկ Երևանում, եւ դա իհարկե շատ մեծ հպարտություն է մեզ համար։ Անկախ նրանից ինքը որտեղ կդիմեր, ինձ թվում է ինքը այդ հաջողությունը կունենար։ Ես ահագին ուշացնում եմ տեղեկել դպրոցում ինքը ինչ ձևով սովորել, դպրոցում ինչ դիրք, կեցված կամեցել, ու նաև համոզված եմ, որ ինքը եթե ինստիտուտի ավտոցիկլի մասնագիտություն ընտրել, ինքը նույն հաջողությամբ ցանկացած բուհի ցանկացած մասնագիտություն կարող էր ընտրել։ Այդ մարդուն իրեն ուներ այդ բնատուր շնորհքը իրան դժվար տվող ոչ մի բան չկար, գիտության մասնախոսք, ուսման մասնախոսքը։ 10 տարեկան երեխան առանց հոր ես այդքան տարի մի որևէ բացասական բան չտեսա ես այդ երեխայից։ Դպրոցի շնորհակալություն էին հայտնում, հենց մանկոց մանկապարտեզի ժամանակի շնորհակալություն, մինչև առեսօր ես միայն լսել եմ շնորհակալություն, ուրիշ բան չեմ տեսել։ Բեղմնավոր են նաև Վաչագանի ուսանողական տարիները։ Ադունցը Գորիսը ներկայացնում է մայրաքաղաքում։ Գորիսեցու իր տեսակով հնարավորություն ստեղծում հայրենակիցներին հպարտանալ իրենով։ Գերազանց առաջադիմության գագաթնակետ, կազմակերպված բազում ուսանողական միջոցառումներ, համեստությամբ ընդգծված բնավորություն եւ տասնամյակներ շարունակվող ընկերություն։ Միշտ իր մասին ահագին գովեստի խոսքեր էին ասում, մենք էլ լավ ենք սկսում, կոնկրետ ես էլ համոզված եմ, որ մեր այդ օրերի ընկերությունը անդադ շարունակական կլինի։ Ու այսօր արդեն 32 տարի է անցել այդ օրվանից ու մեր ընկերությունը շարունակում է, մեր ընկերությունը փաստորեն նաև գիտական հիմքի է, գիտական հիմնավորվածություն ունի, ոչ թե գիտության առումով, այլ բուհից սկսված ընկերությունն է։ Սովորել ենք միասին ու միշտ էլ աչքի ընկել իր մտավոր հզոր ունակություններով արագ կողմնորոշվելու,
ցանկացած հարցի մեջ սկզբունքային, խորքային լուծումներ գտնելու եւ պատահական չի, որ 35-40 տարի է մենք միասին ընկերություն ենք անում, շփվում ենք, ես երբևէ չի եղել մի դեպք, որի համար ես զղջամ, որ այդ մարդու հետ ընկերություն եմ անում, ընդհակառակը, միշտ էլ ամեն ցանկացած առիթից հետո ես մի անգամ եւս համոզվում եմ, որ ինձ բախտավիճակվել նման մարդու հետ ընկերություն անել։ Ես իրան դորոց եմ ճանաչում, գիտեմ, որ ինքը շատ լավ եղբայր է, շատ լավ որդի է, շատ լավ հայր է, ամեն հարցում իր ընտանիքին շատ նվիրված, իր բարեկամներին նվիրված, լավ ընկերներ ունի, ու ես գիտեմ, որ ինքը իր ընկերներին հետ էլ է շատ նվիրված։ Եթե մենք ինչ որ բան պայմանավորվում ենք, հաստատ այդ պայմանավորվածությունը ժամի առումով, հիշելու թեկուզ առումով ինքը երբեք խախտած չկա, երբեք, ու դա դա եւ անկեղծություն, եւ ազնվություն, եւ ճշտապահություն, ու այդ հատկանիշների ամբողջություն, ու իր մոտ այդ արդյունքը միշտ կա, միշտ զգացում է, ու ոչ թե ինքը դա անպայման զորով պահպանում է դա, այլ իր մոտ արդեն սովորական կենսացում։ Բազում կարծիքներ եմ անվերջ լսում, թե նա նաև ինչպիսի ընկեր է, իսկ լավ ընկեր լինելը դա կասեի աստվածային շնորհ է, եթե մարդը լավ ընկեր է, նա արդեն ժամանակակից լեզվով ասած, դա արդեն բրենդ է։ Մեր մեջ տարիքով փոքր է ատմոսն է հենց, տարիքով ինքն ամենա ամիսների տարբերություն է արկել, բայց տարիքով ես եմ, փոքր ինքն է։ Ու եթե մենք միշտ մի հարցի շուրջ խոսում ենք, ինքը անպայման այդ հարցում ինքը իր կարևոր խոսքը ունի, այնքանով որ ընկերության մեջ արդեն այդ տարիքը միշտ ինքը միշտ սիրում է, որ գործի մեջ, եթե ծանր գործ կա, ես փոքրն եմ, այդ գործը ես պետք է անեմ։ Եթե մենք բացօթյա ինչ-որ մի միջոցառում ենք կազմակերպում, հաստատ ամենածանր գործերը ինքն անում։ Ու շատ ինձ համար կոնկրետ ու մեր բոլոր ընկերների համար շատ հաճելի, որ ինքը քաղաքապետ լինելուց հետո, այսպես ասած ընտրովի պաշտոնում լինելուց հետո, ինքը այդ կարծիքը իր մեջ ավելի է կարծրացած, որ իր մոտ ուշում ամբողջ կյանք իրար կողքի քայլում ենք պարոն Ադունցի հետ, բնույթով հիանալի մարդ մեծատառով ու իմ կարծիքով արժանի իր այսօրվա ղեկավար դիրքին, համայնքի ղեկավարի պաշտոնին, նույնիսկ ավելին արժանի իր մարդկային, իր բոլոր հատկանիշներով, որպես օրինավոր, որպես կարգին մարդ, հասարակության համար պիտանի, նույնիսկ ժամանակին ոչ բնորոշ մաքրության տեր անձնավորություն։ Ինքը պարտավորվածություն է իրար վերցրել, ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց ինքը որպեսզի այդ պարտավորությունները իրականացնի, ինքը մեզ բոլորիս պայմանագրել, որ մինիմում պիտի ապրենք ամենքը 100 տարի։ Մենք մեզ ինչ-որ բաներ խոստացել է։ Հենց որ ստիպված ուզում ենք այդ 100 տարին ապրենք, տեսնենք ինքը այդ խոստացածը ոնց կանի ու իր ասած ձևով կանի, թե չէ։ Մենք խոստանում ենք, որ պետք է տեսնենք ինքը այդ իր պարտավորությունները ինչ ձև է կատարում։ Սպասում ենք այդ օրը։ Բարությունը, կոկիկությունը, պատասխանատվությունը, ծնողապաշտությունը, մարդկանց օգնելու, հասնելու ընդգծված դրսևորումները, կազմակերպելու եւ կառավարման հմտությունները Վաչագանի բնավորության մեջ խոր արմատներ ունեն։ Շատ ավելի խորն են Վաչագան Ադունցի լավատեսության արմատները, ամենքի մեջ եւ ամեն ինչում բարին տեսնելու եւ հավատով առաջ նայելու մեծագույն ձգտումը։ Մարդկության նկատմամբ, կյանքի նկատմամբ հավատ կա, լավը անելու, ավելացնելու, թեկուզ իր բնակավայրի, իր հարազատների, իր ընտանիքի համար այդ լավատեսությունը բոլոր ժամանակներում եւ իրան օգնել եւ նաեւ իր մտերիմներին մի տեսակ հույս հավատ ներշնչել, որ արժե պայքարել, չկոտրվել, փորձել անել լավը։ Վաչագան Ադունց մարդու աշխատողի քաղաքացու կերպարին, նրա գործնական հատկություններին ծանոթ եմ դեռևս նրա ուսանողական տարիներից։ Ինձ միշտ դուր է եկել
սեփական պարտականությունների եւ հանձնարարված գործի նկատմամբ նրա պատասխանատվությունը, պատրաստակամությունը, հաստատակամությունը, սկզբունքայնությունը, այն հաղթական ավարտին հասցնելու կարողությունը։ Նման մայր սիրող, մայր հարու, մայրական sense դժվար է պատկերացնել այդ տարիքում։ Այդ տարիքում սովորաբար մարդիկ արդեն մի ձևի լոյալ են ծնողների նկատմամբ հարգանքը վերահացում արդեն մի ձևի sense պարտավորվածության, բայց Ադոնցի մոտ իր մամային սիրել հələ երևի թե նույն մանկական ձևով շարունակում է։ Պատանեկան, երիտասարդական, արդեն միջահասակ տարիքի մեջ ես իր համար զգում եմ, որ տարբերություն չկա։ Ինքը կամ մի տեսակ գենետիկական բնույթ ունի, նեղվածին օգնելու պատրաստակամությունը, դա իր էությունն է։ Ես դա շատ լավ եմ զգացել, դա եւ իմ քերուս մեջ կար այդ բնավորության այդ գիծը խիստ արտահայտված եւ իր մոտ էլ ես նկատել եմ, որ ինքը բոլոր նեղված մարդկանց իր հնարավորությունների չափով բոլորին պատրաստ է օգնել։ Ես հասկանում եմ, որ կյանքը դժվարին է մանավանդ մեր օրերում։ Հեշտ է փոփոխվելը, հեշտ է նոր կերպ առնելը, երբեմն դա պարտադրանք է, երբեմն անհրաժեշտության բերումով է, բայց կեցեն ան մարդիկ, որոնք ի ծնե իրենց գենետիկ կառուցվածքով, իրենց դաստիարակությամբ կարողանում են բոլոր ժամանակներում, անկախ ֆորմացիաներից, անկախ հասարակական, քաղաքացիական դիրքորոշումներից, ժամանակաշրջաններից կարողանում են մնալ իրենց նման։ Շատ հարգալից ազնվորություն է, իր ուսուցիչի տեղը իմացող ազնվորություն է, մինչև հիմա էլ ինքը ասենք իր մանկավարժներին սիրում եւ հարգում է։ Ու կանչում է Գորիսը նրան։ Արձագանքելով հայրենի եզերքի կանչին, Վաչագանադունց մարդ տեսակը վերադառնում է ծննդավայր եւ 2 տասնամյակից ավել զբաղեցնում բարձր պաշտոններ։ Տարիները չեն փոխում նրան։ Ընկերների համար նա մնում է նույն Վաչիկը, մոր քույրերի հարազատների համար հոգատար Վաչոն, գորիսեցիների համար սիրելի Վաչագանը, իսկ աշխատակիցների համար ընկերադունց։ Երբ աշխատում ես մի այնպիսի մարդու հետ, որը բանիմաց, գրագետ, ինքը իր վրա աշխատող, այդպիսի մարդու հետ չես կարող լավ չաշխատել, որովհետև պահանջները շատ են, աշխատանքային ռիթմը լարված է, անդադ ուզում ես հասցնես, պահանջներին համապատասխանես ու դրանով իսկ նաև աշխատում ես, շատ աշխատում ես քեզ վրա։ Քեզ վրա աշխատելով ճիշտ է լարվում ես, երբեմն չես դիմանում այդ ռիթմին, բայց մի պահ գալիս է, որ հետ ես նայում, տեսնում ես, որ քո իսկ ձեռքբերումները ավելի շատ են ու այդ աշխատանքի արդյունքում դու նկատում ես, որ որակապես որպես մասնագետ աճել ես եւ արդեն մի որակային առումով ավելի բարձր աստիճանահարթակի վրա ես, այսինքն ինքը աշխատեցնում է էլի իօգուտ քեզ։ Տարբեր պաշտոններում, տարբեր ոլորտներում, տարբեր իրավիճակներում աշխատելով ինքը կարող էր ինչ որտեղ մի քիչ փոխվեր, մի քիչ դեֆորմացվեր, բայց իր անկեղծությունն ու իր ազնվությունը միշտ մնացին իրան հենց իր զարդարող ու իր այն մշտական ուղեկիցները։ Այսօր հազվագյուտ է ամենայն դեպս, որ այդ երկու հատկանիշները մարդիկ երկար տարիներ կարողանում են իրար հետ զուգակցել։ Ադոնցի հետ առաջվել եմ տարբեր էտապներում նրա աշխատանքի, երբ սպասարկման ոլորտում էր, տարբեր ոլորտներում էր, եւ միշտ անկեղծորեն հիացել եմ, որ մեր կողքին, մեր շրջապատում բազում լավ գորիսեցիների թվում մենք ունենք նաեւ հետաքրքիր եւս մի գորիսեցի։ Առաջի զգացողությունը ես ինքս գորիսեցի լինելով եւ մի քիչ նաեւ ավանդապահ լինելով բարի ամենաընդարձակ իմաստով, առաջի բանը, որ ես միշտ գնահատել եմ Ադոնցի մոտ, դա նրա գերկանոնավորությունն է, պատասխանատվությունը իր արած գործի նկատմամբ եւ այնքան գործի չէ, ես քանի որ իմաստնավորի ուզում եմ խոսել նրա մարդ կերպարի մասին, մարդկային հարաբերություններում միշտ ճիշտ մնալու նրա երևի, չգիտեմ, գենետիկ կառուցվածքի մասին։ Բավականին հիմա մի քիչ բարդ իրավիճակը կարծում եմ ինքը
դեռ շատ ասելիք ու անելիք ունի եւ ցանկանան որ իր ձերը նպատակները կատարեն։ Վաչագան Ադունցն աշխատել է Գորիսի շրջանային ագրոարդյունաբերական միավորումում որպես ավագ ինժեներ տնտեսագետ։ Հետո ընտրվել է Գորիսի քաղաքորդի Գոսկոմի սոցիալ-բաժնի վարիչի պաշտոնում, իսկ ոլորտի վերակազմավորումից հետո նշանակվել սոցիալական ապահովության Գորիսի տարածքային կենտրոնի տնօրեն։ 2007 թվականին նա հիմնում է նաև Ադունցներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Վաչագան Ադունցն իր կառավարման ձեռագիրն է թողել Հայ Ռուսգազարդ եւ Հայ Ջերմուկոյուղի փակbaşնետիական ընկերություններում, որպես Գորիսի տեղամասերի պետ։ 2014 թվականի ամռանը թեժ պայքարով Ադունց Վաչագանն ընտրվում է Գորիսի քաղաքապետ։ Այնուհետ 2 տարի անց վերընտրվում արդեն Գորիս խոշորացված համայնքի ղեկավար։ Դեռ նախակրթանից ձևավորված Ադունցյան ձեռագիրը կարմիր թելով ձգվում է մեր օրեր, որն այսօր տեսանելի երևում է Գորիսյան առօրյայում։ Վերջին անգամ Վաչագան Ադունցի հետ հանդիպել ենք սեպտեմբերի վերջին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նոր էին ավարտվել։ Իր կազմում նոր համայնքներ ընդգրկելուց հետո համայնքապետարանը վերակառուցում էր իր գործունեությունը։ Մենք զրուցեցինք քաղաքի սոցիալ-տնտեսական, մշակութային հարցերի զարգացման հեռանկարների շուրջը։ Ինձ չզարմացրեց, որ նույն քաղաքում շուրջ 2 տասնամյակ ղեկավար պաշտոններ ղեկավարած աշխատողը եւ արդեն մի ոչ նստաշրջան քաղաքապետ աշխատած համայնքապետը լավատեղյակ է իր քաղաքի հոգսերին ու խնդիրներին, բայց ինձ զարմացրեց մի ուրիշ բան, նրա հաղթական կեցվածքը, որով նա ներկայացրեց մի շարք խոշոր ծրագրեր, որոնք պետք է իրականանան արդեն գործընթացքի մեջ են եւ պետք է իրականանան առաջին 2-3 տարվա ընթացքում։ Ուզում եմ հավատալ, որ դրանք լուրջ ներդրում կլինեն քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքի հիմնահարցերի լուծման գործում։ Քաղաքապետի ուղերձում էր քաղաքի օրվա արդիվ այսպիսի մի արտահայտություն կա, ու դեռ աշխարհին մենք ներկայացնելու ենք այն Գորիսը, որ կա մեր նպատակների ու ծրագրերի մեջ։ Աշխարհի որ ծայրում էլ ապրելիս է լինում Գորիսեցին, նրա ուղեղում քնելիս Գորիսն է, արթնանալիս Գորիսն է։ Գորիսը բոլորիս հպարտությունն է, ուրախությունը, հոգսը, Գորիսը բոլորիս միավորող տունն է։ Նաև Գորիս քաղաքին ամենամեծ ու շատ նվիրված անձանցից մեկն ենք։ Իմ իմացածներից ամենաշատը, բայց սահմանափակում չեմ ուզում անեմ, որ ասեմ ինքը ամենաշատն է։ Ինքը ամենաներից մեկն է այդ հարցում։ Ես համոզված եմ, որ որպես քաղաքապետ ինքը երևի կսարքի, կկառուցի, կտեսնա, եւ մեզ էլ ցույց կտա իր իրացած քաղաքը։ Որտեղ ավելի շատ քան Ադունց Վաչագանն ասին Գորիս քաղաքը, ես այս բանը ունեմ շրջապատում ուրիշ մարդ չգիտեմ, ու շատ լավ կլինի, որ ինքը կարելա հենց իր տրամադրվածությունը վարակի, փոխանցի շատերին, ունենա այդ լավ, այդ կոլեկտիվը, այդ համախոհների խումբը ու ստեղծի այն, ինչ որ ինքը մտածում։ Զգում եմ նրա ուշադրությունը, նաև մեր լրագրության ոլորտի մարդկանց բոլոր ոլորտների լսում եմ, որ մանուկները նրա մոտ հյուր եղան, մեծերը եղան եւ բոլորի նկատմամբ ես չեմ ուզում մանրամասնել, բավականաչափ զգում եմ, թե որքան ուշադիր է նա բոլոր ոլորտների, բոլոր կառույցները ներկայացնող, բոլոր տեսակի աշխատանքներ անող մարդկանց նկատմամբ։ Իսկ մեր այս անտարբեր, այս դժվարին ժամանակներում մարդիկ երբ արդեն բավականաչափ հավատի, հուսի, սիրո այս կորստի պայմաններում սա մի քիչ տխուր նոտ է թվում, բայց իրողություն է, իսկապես անչափ կարիք ունեն ուշադրության։ Ուշադրությունը բոլորին է հաճելի, ընտանիքից սկսած, ամենափոքր բջիջներից սկսած, բայց առավելապես երբ այդ ուշադրությունը տեսանելի է հենց քո համայնքը ղեկավարող մարդու կողմից, դա շատ հաճելի է։ Ղեկավար է եղել միշտ ու թիմային է եղել։ Միշտ ինքը միայնակ չի ղեկավարել, միշտ թիմով աշխատել ու ինքը կարծել է համապատասխան մարդկանց համապատասխան իր թիմում տեղավորի ու այդ մարդիկ էլ իրանց լավ են զգացել, որովհետև աշխատանքը զգացել են։
ինքը բոլորի աշխատանքն էլ գնահատել է։ Չեմ ուզում ես նենց իդեալական ներկայացնել, բայց իրականում ինքը շատ է մարդը, շատ։ Նենց չի, որ հիմա ասում ենք, պետք է ասենք, եթե ասում ենք լավ, պետք է ասենք։ Պարզապես ինքը վատ բաներ քիչ ունի, նենց չի, որ չունի, բայց այդ վատը ինքը իր լավի հետ համեմատած աննկատելի է։ Ասում են, մարդուն գնահատում եւ ընդհանրում են նրա ընկերներով, շրջապատով, հարազատ բարեկամներով, բայց առաջին հերթին նրան բնորոշում են ընտանիքով։ Վանիկ հայրիկի եւ Լուսիա մայրիկի ընտանիքում մեծացած Լաուրան, Սաիդան եւ Լարիսան կարողացել են արժանավայել տեղ գտնել ադունցների տոհմածառում, իսկ Վաչագանը Վանիկի շարավիղն է, հետնորդը, ով այսօր արդեն իր հետնորդներն ունի։ Հրաշալի ընտանիք ունի, գործի բերումով առիթ եմ ունեցել նրա բազմաշնորհ երեխաների մասին հրապարակումներ ունենալ, ճանաչում եմ ընտանիքի անդամներին, գիտեմ ինչպիսին է նա իր ընտանիքում, այսինքն եթե մարդը կայացած է որպես ընտանիքում լավ ամուսին, որպես լավ երեխաների հայր, որպես բոլորի համար ճիշտ մարդ, միանշանակ ճիշտ մարդ, այսինքն այդ պարագայում հետաքրքիր է զգացողությունը, որ հենց քո քաղաքի ղեկին, քո համայնքի նոր տերմինները գուցե ես ավելի հստակ չձևակերպեմ, այս նոր խոշորացած համայնքի ղեկավար որպես տեսնել պարոն Ադունցին։ Ես որպես սովորական, ասում եմ, մի քաղաքացի, մեկը բոլոր մեր քաղաքացիներից ես ուրախ եմ, որ մեր քաղաքի, այսպես ասած, ղեկին այս մեծ շատ մեծ խնդիրների տեսակավորման, կոորդինացման, ըստ առաջնայնության կատարման այս ամբողջ հսկա գործընթացը վերապահված է մի մարդուն, որիսեցու ասած, նախ օջախից դուրս եկած մարդ է, շատ կանոնավոր մարդ է, ինտելեկտը բավականաչափ հերիքում է, մարդկային հարաբերություններում լիարժեք կայացած մարդ է։ Ուսանողական տարիներին հանդիպելով ապագա կնոջը Վարդուհի Փարսադանյանին, Վաչագանը ստեղծել է Սյունեցում վայել ամուր եւ արժանապատիվ օջախ։ Նրանց ավագ որդին Վանիկը բժիշկ է ու մի քանի օրից կմեկնի հայոց բանակ։ Կրտսեր որդին Վահագնը արդեն վերադարձրել է հայրենիքի պարկն ու շուտով իրավաբան կդառնա։ Տատիկի անունը կրող դուստրը Լուսինեն սովորում է Աքսել Բակունցյան թիվ 1 դպրոցում։ Վաչագան Ադունցի 3 զավակներն էլ հոր նման դրսևորել եւ դրսևորում են գերազանց վարկ, գերազանց առաջադիմությամբ։ Կինը Վարդիկը համեստությամբ է խոսում ամուսնու եւ զավակների հաջողությունների մասին, չցանկանալով բարձրաձայնել խոսում փաստերի մասին։ Ազնվությունը, հայրենասիրությունը, պատասխանատվությունը կարևորը որ երբեք կյանքում սուտ չի խոսել։ Այդ մարդը սուտ չի կարող խոսալ։ Ինքը եթե փորձի սուտ խոսա կկարմրի։ Ու մոտիկները դա գիտեն ու չի էլ փորձում, որովհետև ինքը բնույթով ի սկզբանե ճշմարտության կողմնակից մարդ է, իր ապրած կյանքով, իր հիանալի ընտանիքով, դաստիարակած զավակներով, ծնողներով, հարազատությունով։ Կողքից կարող է կողմնակալ թվա, որ ես որպես ընկեր նման շատ դրական բաներ ասեմ իր մասին, բայց իրականում ես որպես քաղաքացի, եթե էլի իմ կարծիքը հայտնեմ, նույնը կհայտնեմ, որովհետև իրականում այդ մարդը հազվադեպ ճշմարիտ մարդ է։ Բարեկամասեր, ծնողասեր, երեխայասեր։ Ինձ թվում է իրան բոլորը տենց գիտեն։ Կյանքում ինքն չի փոխվի, այդպես է կմնա։ Տիկին Լուսյան քնքշությամբ թերթում է որդու բոլոր տարիների գովասանագրերն ու պատվոգրերը։ Վերապրում հիշողության ծալքերում պահված յուրաքանչյուր հաղթանակ։ Աչքերի ուղեցրում թաքցնելով ամուսնու կորստի վիշտը, ամեն օր ժպիտով եւ համբույրով է դիմավորում որդուն, մաղթելով. Աստվածից կխնդրեմ միայն առողջություն, առաջի հերթին։ Եվ միաժամանակ այնքան հաջողություններ տա, որ կարա այ ժողովրդի բերը մի քիչ թեթևացնի, մի քիչ կարա էլի ժողովրդի վիճակը լավացնի։ Հաջողություններ եմ ես ուզում մաղթել նրան, մեր համայնքին, բոլորիս, ամենաշատ ուզում եմ մաղթել, որ խաղաղ լինեն մեր սահմանները, որպեսզի Ադունցից սկսած բոլոր էտապներով, բոլոր ճյուղերով, բոլոր ենթակառուցվածքներով մարդիկ կարողանան խաղաղ երկրում աշխատել։ Աստված խաղաղություն տա մեր շրջանին, բոլորին, մեր երկրին, Հայաստան աշխարհին եւ որ ավելի տեսանելի, ավելի առարկայական, ավելի շոշափելի լինի նաեւ պարոն Ադունցի ծավալած գործունեությունը։ Ցանկանում եմ շնորհավորել նրան, առողջություն, հաջողություն ցանկանալ, երջանկություն ցանկանալ ընտանեկան եւ ի բարօրություն մեր ժողովրդի լավ աշխատանք։
ես կցանկանամ իրան նորանոր հաջողություններ, իր սպասելիքներին ինքը հասնի, մկը կողքից տեսնակ, լսենք, ուրախանանք։ Ինչ ցանկություններն ու թող իրականանա։ Եվ ինքը ինքան հզոր է, ինքան խելոք է, կասկած չունի, որ չհասցնի այդքանին։ Ինքը կպայքարի, ամենավերջի ուժը ներկդնի եւ կհասնի իր ցանկացած նպատակներին։ Ինքը որպես մարդ առաջի հերթին նա մարդ է, հայրենասեր, մարդասեր, ժողովրդասեր, եւ որտեղ էլ պատահի մարդկանց հասու լինելու ցանկություն ունի, ուզում է օգնի, ուզում է հանի այդ ելքից։ Բարի մաղթելով ու հաջողություններ ցանկանալով մեր քաղաքապետին Վաչագան Ադունցին իր քաղաքը աշխարհին նորովի ներկայացնելու ծրագրերի իրականացման գործում ես դրա հետ միասին կուզեի, շատ կուզենայի, որ Գորիսում իրոք կատարվեին մեծ բարեփոխումներ, որոնք նպաստեին Գորիսեցու տուն վերադառնալուն, աշխատանք ունենալուն, նրա հոգսերի թեթևացմանը եւ որ ամեն մի գորիսեցի զգար եւ գնահատեր այդ ամենը։